Այս տարի լրանում է հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցած նվիրյալ մշակութային գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների մեկնարկը վարպետի սիրելի Դիլիջանում էր, իր հիմնադրած գեղարվեստի դպրոցում։ Թեպետ նա ծնունդով Դիլիջանից չէր, սակայն կյանքի մի կարևոր շրջափուլ կապվեց հենց քաղաքի հետ։ Առողջական խնդիրների պատճառով տեղափոխվելով այստեղ, Շարամբեյանը սիրահարվեց Դիլիջանին։ Քաղաքը դարձավ նրա ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը։ Դիլիջանցիները Հովհաննես Շարամբեյանին մտերմիկ ու բարեկամաբար Վանիկ էին ասում։ Ինձ համար շատ ուրախալի է, որ սկսում ենք հենց այս կրթօջախում, որովհետև նրա ավանդը այս կրթօջախի ձևավորման գործում շատ մեծ է եղել, հատկապես կրթությանը շատ մեծ տեղ է հատկացրել եւ Դիլիջանում առհասարակ գեղագիտական ճաշակի բարձրացման գործում նոր սերնդին փոխանցելու գիտելիքները նրա ավանդը բավական մեծ է եղել եւ կարելի ասել դպրոցը արդեն այդ ջանքերի խտացումն ու արդյունքն է։ Սա երկրորդ ֆիլմն է Վանիկ Շարամբեյանի մասին, առաջինը Շողակաթի նախաձեռնությամբ է եղել, երկրորդը մեր ընտանիքի նախաձեռնությամբ մենք վերջին ֆիլմն ենք ցույց տալու, որտեղ փորձել ենք Շարամբեյանի կյանքի այսպես տարբեր փուլեր եւ շերտեր ներկայացնել, եւ նրան որպես հասարակական մշակութային գործիչ եւ որպես գեղանկարիչ եւ առհասարակ մշակութային գործիչ։ Նրա գործունեությունը ոչ միայն Դիլիջանում, այլ Երևանում եւ ազդեցությունը ողջ հայ ժողովրդի մշակութային կյանքում։ Միջոցառումը նվիրված էր նրա բազմակողմանի գործունեությանը, ժողովրդական արվեստի պահպանությունից մինչև թանգարանային գործի զարգացում։ Շարամբեյանի գործունեության առանցքում եղել է ազգային ինքնության պահպանումը, մշակույթի լեզվով։ Լրջախով, զուսպ, ցածր ձայնով, ժպիտով, երբեք չարացած չեմ տեսել։ Եվ գեղեցիկ է տղամարդեր, հետաքրքիր արտաքինով, աչքերով, կանաչով տվար։ Ինքը ավելի քիչ էր իր վրա աշխատում, քան մնացածին գովերքում էր, ուրեմն հայտնաբերում էր, սկսած փայտարվեստի մշակներից, մետաղագործներից, դարբնագործներից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նրա կյանքի ու գործունեության մասին հետաքրքիր եւ ուսանելի դրվագներ, ցուցադրվեցին արխիվային լուսանկարներ եւ տեսանյութեր։ Շուրջ բոլորը վարպետի հիմնադրած դպրոցի աշակերտների ստեղծագործություններն էին։ Այսօր Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում շուրջ 500 երեխաներ են սովորում։ Հովհաննես Շարամբեյանը, նույն ինքը Վանիկը, երբ որ 1946 թվականից տեղափոխվում է Դիլիջան քաղաք, առողջական խնդիրների պատճառով բնակություն հաստատելու, այստեղ արդեն կյանքը իրեն երևի թե պարտավորեցնում է, որպեսզի ինքը հիմնադրի գեղարվեստի ստուդիա։ Դպրոցը իր անունը չի փոխել, որպես մշակութային հաստատություն է հանդես գալիս ամենուր, բազմապրոֆիլ եւ բազմակողմանի միջոցառումների մասնակից է եւ նախաձեռնող է հանդիսանում, բայց դպրոցը միանշանակ մնում է Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց։ Դա մեզ համար շատ պարտավորեցնող է եւ ես մեծ ուրախությամբ եւ մեծ հիացմունքով եմ միշտ ներկայացնում գեղարվեստի մանկական դպրոցը ի պատիվ Հովհաննես Շարամբեյանի, մեր հիմնադրի, ով հանդիսանում է մեր մեծ վարպետը եւ մեծ ուսուցիչը, եւ մենք այսօր այնինչ ունենք ի շնորհիվ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնության եւ իր ջանքերի շնորհիվ է։ Դիլիջանում նրա մասին խոսելիս առաջին հերթին հիշում են մարդուն, Վանիկին, ով այստեղ գտավ իր երկրորդ տունն ու ինքնամոռաց նվիրվեց քաղաքին։ Մահվանից տասնյակ տարիներ անց էլ նրա անունը շարունակում է հնչել մշակութային շրջանակներում, նաև քաղաքի առօրյայում, որպես նվիրվածության, ազգային ինքնության եւ արվեստին ծառայելու օրինակ։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել քաղաքի մշակութային դիմագիծը ու նախաձեռնությունները հենց այդպիսին են։ Միտված են պահպանելու, մենք բոլորս էլ գիտենք, որ Հովհաննես Շարամբեյանը ամենավառ ներկայացուցիչն է եղել, ով պահպանել է քաղաքի մշակութային դիմագիծը ու այնպիսի մարդ, ով ժամանակին կարողացել է իր շուրջը համախմբել մեծանուն մտավորականների ու իր շնորհիվ քաղաքը ունի մեծ քանակությամբ նկարներ, որոնք այսօր էլ քաղաքի դիմագծի մաս են կազմում։ Եվ նաև այս տարի Հովհաննես Շարամբեյանի 100-ամյա տարելիցն է ու նախաձեռնությունները նաև
ուղղված են նախապես հիշելու Հովհաննես Շարամբեյանին։ Տավուշ հեռուստաընկերության եթերը մերթ-ընդմերթ ընդմիջվում եւ զարդարվում են Հովհաննես Շարամբեյանի արվեստի գործերի ներկայացմամբ։ Մշակութային ժառանգության հանրահռչակման նպատակով մեր եթերում ել ավելի հաճախ ցուցադրվում են ժողովրդական արվեստի գործերը, կենթանացած, նոր շնչով ու խոսքով։